Բարև ձեզ սիրելի ընկերներ, եթերում հարցականն է, այսօր մեր հյուրն է հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, բարև ձեզ պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Սկսենք ամենակարևոր թեմայից, իմպիչմենտից, Հանրապետական կուսակցությունը, ավելի կոնկրետ պատիվ ունեմ դաշինքը, թեկնածու է առաջադրել Դավիթ Համբարձումյանին։ Հրապարակ թերթը այսպիսի հետաքրքիր տվյալներ տվեց, որ ի սկզբանե քննարկվում էր Արտուր Վանեցյանի, այնուհետև Արմեն Աշոտյանի թեկնածությունը եւ հետո կանգ առան Դավիթ Համբարձումյանին։ Իհարկե իրենք փաստացի սխալ տվյալներ տվեցին, ասացին, որ սա պայմանավորված է նրանով, որ Մասկի երկու падգամավորները իրենց համաձայնությունը տվել են պաշտպանել այս թեկնածուին, բայց ինչպես գիտենք, նրանք այդ համաձայնությունը չունեն։ Արդյոք ձեր հետ խորհրդակցել են, խոսել են այս թեկնածության մասով, ինչու են կանգ առել այս թեկնածության վրա ըստ ձեզ։ Չէ, մեր հետ նման քննարկումներ չի եղել եւ մենք չենք էլ ակնկալում, որ մեր հետ պիտի լինի, որովհետեւ մենք ընդհանրապես նախաձեռնություն ենք ցուցաբերել, որ падգամավորները իրենց իրավունքից օգտվեն եւ ամստահության գործընթաց սկսեն եւ այն падգամավորները, ովքեր սկսում են այդ գործընթացը, իրենք են որոշում, թե ում առաջադրեն որպես վարչապետի թեկնածու եւ հետեւաբար նրանք որևէ խնդիր, պարտավորություն կամ նույնիսկ մեր կողմից նման հավակնություն չի եղել, որպեսզի որևէ մեկը մեզ հետ նման հարց քննարկի։ Մենք այդպես ակնկալիք էլ չենք ունեցել։ Չնայած ասեմ, որ մենք նախաձեռնությունից հետո հանդիպումներ ունեցել ենք արտախորհրդարանական մի շարք ուժերի հետ, այդ թվում հայրենիք կուսակցությունում, պարոն Վանեցյանի եւ իրենց կուսակցության խորհրդի անդամների հետ, հանրապետական կուսակցությունում, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի եւ գործադիր մարմնի մի շարք անդամների հետ եւ բնականաբար այդ թեմայով քննարկումներ եղել է, բայց խոսքը չի վերաբերվել կոնկրետ առանձին թեկնածուների առաջադրման հարցերը մեր հետ քննարկելուն։ Մենք այդպես խնդիր երբևէ չի եղել։ Իհարկե մոտեցումներն են ընդհանուր առմամբ քննարկման առարկա դարձել։ Օրինակ անկեղծ ասած ինձ համար անակնկալ էր պատիվ ունեմի կողմից Մասիսի քաղաքապետի թեկնածության առաջադրումը, որովհետև իմ տրամաբանությամբ կարող էր օրինակ պատիվ ունեմը եթե առաջադրեր, դե Հայաստան խմբակցության падգամավորները ինչ հայտարարեցին, ասին, որ իրենք նախաձեռնություն չեն ցուցաբերի, իրենք դրա անհրաժեշտությունը չեն, այսինքն անհրաժեշտությունը տեսնում են, բայց իրատեսական չեն համարում այս փուլում դրա իրականացումը, հետեւաբար իրենք նախաձեռնություն չեն ցուցաբերի, պատրաստ են միանալ այլ նախաձեռնության, եթե բավարար թվով падգամավորներ դրան միանան, այդ է Հայաստան խմբակցության հայտարարությունը։ Հիմա մնում էր հակառակը, պատիվ ունեմ ասում էր, որ մենք նպատակահարմար ենք գտնում այդ գործընթացը իրականացնել, այս պահին թեկնածու չենք առաջադրում, ես այտենց հասկացա, որ իրանք ոնց որ թե այնուամենայնիվ թողեցին խնդրի լուծումը Հայաստան խմբակցության տիրույթում, նկատի ունենալով, որ նրանք մի քանի անգամ ավելի մեծ թվակազմ ունեցող խմբակցություն են կամ պատիվ ունեմը, բայց քանի որ ժամանակ անցավ որոշում չկայացեցին, մենք արդեն ակնկալում ենք, որ միայն պատիվ ունեմը պիտի առաջադրի ըստ իր հայտարարության բովանդակության։ Նրանց առաջադրման պարագայում իմ տեսանկյունից տրամաբանական կարողներ, ասենք Արտուր Վանեցյանի թեկնածության առաջադրումը, այն տրամաբանության, որ Վանեցյանը պատիվ ունեմ դաշինքի առաջի համարի թեկնածուն ա եղել 21 թվականի ընտրություններին, իսկ ընտրական օրենսգրքով առաջի համարը արդեն իսկ վարչապետի թեկնածու է, այսինքն բոլոր նրանք, ովքեր հիմա падգամավոր են այդ խմբակցությունում, պատկերացրել են, որ իրենց հաջողության հասնելու դեպքում իրենց վարչապետի կլներ Վանեցյանը, հետեւաբար իրենք կարող են նաև նրան առաջադրել։ Բայց մյուս կողմից Վանեցյանը դուրս է եկել ըստ էության այդ դաշինքից, առանձին է գործում եւ կարող նաև ինքն էլ համաձայնություն չտար եւ այլն, ոնց որ թե տենց էլ եղել է, այս մանրամասներ չգիտեմ։ Դեպքում հանրապետական կուսակցությունը ինքը պիտի թեկնածու առաջադրեր, ինքն էլ պիտի կուսակցության իր շարքերից առաջադրեր։ Հիմա քանի որ Սերժ Սարգսյանը ի սկզբանե հայտարարել է, որ ինքը անձնապես քաղաքական հավակնություններ չունի, որևէ պաշտոն չի ուզում զբաղեցնի, նման մտադրություն չունի, ենթադրել որ առաջի պլանի վրա պետք է լինեն կուսակցության փոխնախագահները։ Իսկ փոխնախագահների շարքում առավել ակտիվ թերևս քաղաքականապես հասարակական գործունեություն ծավալող եւ նաեւ դրա պատճառով զրկանքներ կրող մինչ օրս Կաբանտարկել Արմեն Աշոտյանն է։ Եվ ես մտածում եմ, որ Աշոտյանը կառաջադրի, մամուլել էր իդեպ գրում, որ հնարավոր է, որ պատիվ ունեմ Աշոտյանին առաջադրի, բայց առաջադրեցին պարոն Դավիթ Համբարձումյանին, որը չնայած անակնկալ է, այսինքն շատերի համար նույնիսկ անհասկանալի է, որոշ մասը չեն ճանաչում, չեն կարողանում հասկանալ, թե ինչի համար առավել ոչ հայտնի գործիչ առաջադրվեց, բայց երբ որ մի քիչ ավելի սառն ես դատում, անակնկալ, բայց շատ հետաքրքիր լուծում է տրված, որովհետև Դավիթ Համբարձումյանը հիմա էլ արդեն քաղաքական պաշտոն զբաղեցնում, նա Մասիս խոշորացված համայնքի ղեկավարն է, ընդ որում այդ պաշտոնում ընտրվել է 21 թվականին, այսինքն այս ադրբեջանա-թուրքական իշխանության ռեժիմի օրոք, ընդ որում հաղթելով իրենց։
իր մրցակից ուժը ընտրություններում եղել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Տեսեք հիմա ասում ենք, չէ՞, Փարաքարում ԿՊ-ն պարտվեց, գիտեմ, Գյումրիում չկարողաց։ Անտե Դավիթ Համբարձումյանը միայնակ գրել է ԿՊ-ին։ Այսինքն ինքը արդեն իր ակտիվում ունի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը իրենց իշխանության ժամանակաշրջանում հաղթելու փաստ։ Հետն է զբաղեցնում է քաղաքական պաշտոն, մասնակից է եղել մինչ այժմ ընդդիմադիր բոլոր շարժումներին եւ դիմադրության շարժմանը եւ հայրենիքի փրկության շարժմանը սրբազան պայքարին մասնակցել է ոչ միայն անձնապես, այլ իր աջակիցների մեծ թիմով։ Իդեպ ասեմ, որ Մասիս քաղաքը հատկապես Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ամենաջերմ ընդունած եւ ամենամեծ թվով երևի արցախցիներ, որ կան մի բնակավայրում, թերևս դրանցից մեկը Մասիս քաղաքն է, որտեղ նրանք նաեւ տեղական իշխանությունների մեծ հոգացությանն են արժանացել, այսինքն ինքը շատ պարամետրով, բացի դրանից պատշաճ բավարար կրթությամբ, այսինքն եւ բակալավրիատ ավարտ է եւ մագիստրատուրա ավարտ, ի տարբերություն օրինակ Հայաստանի վարչապետի, որը կրթության այդ աստիճաններից որևէ մեկը չունի, բացի տգետների դպրոցը, որտեղ ինքը նաեւ դասախոս է, ու բոլոր առումներով ես կարծում եմ շատ հաջող տեխնացու է առաջադրված, որի շուրջ համախմբելով մենք կարծում եմ կունենանք հաջողություն։ Իդեպ մենք մեր նախաձեռնության շրջանակներում վարչապետի տեխնացուին շատ մեծ կարևորություն չենք տվել, որովհետև մեր ընկալումներում այս գործընթացը ոչ միայն ընկալումներում, այլ իրավաբանորեն այդպես է ձևակերպել։ Դա չի կոչվում այսինչին վարչապետ ընտրելու գործընթաց։ Չի կոչվում վարչապետին անվստահություն հայտնելու, այսինքն գլխավոր խնդիրը Դավիթ Համբարձումյանին վարչապետ ընտրելը չի։ Գլխավոր խնդիրը Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից հեռացնելն է, բայց կա սահմանադրական պահանջ, որ պետք է լինի վարչապետի տեխնացու։ Այդ իմաստով կարծում եմ հաջող տեխնացու է, առավել եւս որ պաշտոնավարումը պետք է լինի ընդամենը մինչեւ 1 տարի, խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվել է ակնհայտորեն նոր կառավարություն։ Եվ այդ հակաճգնաժամային խնդիրները կարծում եմ նա կարող է շատ փայլուն ձևով լուծել, հաշվի առնելով իր փորձառությունը, գիտելիքները, քաղաքական կշիռը եւ բնականաբար նաեւ աջակցությունը, որ ինքը ստանում է ոչ միայն այն կուսակցությունից, որ իրեն առաջադրել է, այլ կարծում եմ նաև լայն հասարակական աջակցություն իր շուրջը կձևավորվի։ Սիրելի ընկերներ, մեր հարցազրույցներում կարող եք տեղադրել ձեր գովազդը։ Ինչպես նաև ես անձամբ կարող եմ գովազդել ձեր արտադրանքը կամ ծառայությունը։ Մենք տեղադրելու ենք նաև հաշվի համարներ, եթե կարծեք, որ մեր պրոյեկտը կարևոր է, հետաքրքիր է, կարող եք աջակցել։ Մենք գովազդային ճկուն քաղաքականություն ենք մշակել, այդում նաև գովազդներ կարող եք պատվիրել շորտերում կամ կարճ տեսողավակների վրա, իհարկե 2-3 վայրկյանի շրջանակներում, սրա մասին մանրամասների թե ինչպես ոնց կարող եք զանգել, խոսել, պայմանավորվել, մենք հաստատ մեկ բանաձևի իրար հետ կլինենք։ Տիգրան Աբրամյանի հետ հարցազրույց եմ ունեցել եւ մի բավական հետաքրքիր նկատառում է ունեցել, ասում է, որ Հայաստան դաշինքում ամեն ինչ միանշանակ չի, որովհետև կոնկրետ Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան տարընթերցումների, չգիտեմ, քաղաքական տարբեր տեսակետների բախումների առումով նա ասաց, որ դաշնակցությունը լրիվ մեկ այլ դիրքորոշման մեջ է, այսինքն այդ շրջանակների մեջ չկա։ Դուք դաշնակցական պատգամավորների հետ իմպիչմենտի գործընթացի մասով որոշակի խոսակցություն, մտքերի փոխանակում ունեցել եք ընդհանրապես իրենց դիրքորոշման տարբերություն այս հարցում կա, թե նույնն է, ինչ որ ընդհանուր Հայաստան դաշինքին է։ Մեր կողմից նախաձեռնություն եղել է հանդիպել դաշնակցության ներկայացուցիչների հետ, բայց Նարեկ Նամայելյան պայմանավորվածություն փորձը ձեռք բերել եւ նա հայտարարել է, ըստ որ նրանք հրաժարվել են մեզ հետ հանդիպելուց եւ նախընտրելի են համարել միայն հրապարակային խոսույթ, այսինքն իդեպ ասեմ, որ մենք հանդիպումները պատրաստ ենք նաև ուղիղ եթերում իրականացնել, այսինքն եթե ցանկություն լիներ, մենք կարող ենք նաև հանդիպումը անել ուղիղ եթերում։ Մեր գործունեության մեջ մի կարևոր սկզբունք կա հրապարակայնության սկզբունքը։ Այս գործընթացի վերաբերյալ չկա մի բան, որ ես կամ Նարեկ Մայլյանը գիտենք եւ հասարակության մեջ դրա մասին ուրիշը չգիտես։ Ինչ որ մենք գիտենք, շատ ազատ միանգամից ասում ենք։ Դաշնակցության հետ մեր կողմից նախաձեռնություն եղել է հանդիպման, իրանք ցավոք սրտի մերժել են այդ հանդիպումը եւ ունեն այդ Հայաստան խմբակցության հայտարարությունը, որի հետ դաշնակցական նաեւ տարբեր պատգամավորներ իրենց հարցազրույցներում համերաշխություն են հայտնել, ասում են մենք ավել բան չունենք ասելու, հիմնական թեզը դա է, քան այն ինչ որ ձևակերպված է իրանց խմբակցության անունից տարածված հաղորդագրության մեջ, այսինքն առայժմ իրենց մոտեցումները դա է։ Բայց դա այլ իրավիճակում էր, երբ որ մենք ակնկալում ենք, որ իրենք նախաձեռնություն սկսեն, այսինքն դա ապրիլի 28-ից հետո էր, մայիսի 2-ին է եղել իրենց հայտարարությունը։
Հիմա արդեն նոր իրավիճակ, այսինքն հիմա կա առնվազն 2 նախաձեռնություն վարչապետին անվստահություն հայտնելու։ Մեկի հեղինակը Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն են, մյուսի հեղինակը պատիվ ունեմ խմբակցության 6 պատգամավորներ են։ Այն առաջին նախաձեռնության վերաբերյալ իրանք դիրքորոշում չեն հայտնել ընդհանրապես, այսինքն անհետևանք են թողել, չնայած օրինակ պատիվ ունեմը հայտարարությամբ արձագանքեց, ասաց, որ չեն միանալու Նիկոլ 2 որակեցին Էդմոն Մանուկյանին, եւ ասացին, որ կոնկրետ տեխնազոյի հանգամանքով պայմանավորված չեն միանալու այդ նախաձեռն։ Հայաստան խմբակցությունը անարձագանք է թողել։ Հիմա կա պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնությունը, որի վերաբերյալ դեռևս առանձին վերցրած ոչ մի պատգամավոր Հայաստան խմբակցությունից, ոչ էլ խմբակցությունը կոլեկտիվ կերպով դիրքորոշում չի արտահայտել։ Կարծում եմ, որ առաջիկայում դա կլինի, չի ուշանա, որովհետև պատիվ ունեմ խմբակցության հայտարարություն եղավ շաբաթ օր, շաբաթ առավոտյան, եւ երևի թե երկուշաբթի օրը մենք կարծում եմ, էլի, որովհետև այնտեղ երկար մտածելու բան պիտի որ չլինի, այսինքն այդ հարցը չէ, էլի, որ շատ երկար մտածեն Նիկոլ Փաշինյանին ուզում են հեռացնեն, թե ուզում են որ մնա։ Որովհետև իրանց դիրքորոշումը ստեցան դրա մասին ալնելու, որովհետև եթե չեն միանում անվստահության գործընթացին, ես երեք երեկոյան ասացի, որ ես մի ժամանակ դες բարբերաբար գրում էի, ոնց որ հասկանում էի, ցավոտ են կանում, որ Նիկոլ Փաշինյանը վայելում ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորների անվերապահ վստահությունն ու աջակցությունը, որովհետև նրանցից ոչ մեկ չի սկսում անվստահության գործընթաց։ Սա ապրիլի 28-ի դրությամբ տենց էր։ Հետո երբ որ երկու պատգամավոր սկսեցին, ասի Նիկոլ Փաշինյանը վայելում է 105 պատգամավորների վստահությունը։ Հիմա երեկվա դրությամբ այդ թիվը էլի իջել է, լուրջ պրոգրես ունենք, էլ արդեն դառել է 99, այսօրվա դրությամբ, մեր խոսակցության օրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանը վայելում է ազգային ժողովի 99 պատգամավորների անվերապահ վստահությունն ու աջակցությունը։ Հիմա եթե այդ թիվը պակասի, հուսով եմ, որ կպակասի, ու դա այնքան պիտի պակասի, մինչև որ հասնի անվստահության համար անհրաժեշտ քվեների քանակին, այսինքն 54 պատգամավոր միանա մեկ նախաձեռնության, նոր այդ դեպքում բնականաբար գործընթացը կտեղափոխվի արդեն պաշտոնական փուլ, որտեղ Էդմոն Մանուկյանի տեխնացության պրոբլեմային մասը որն էր, որ ինքը հենց առաջի օրը իր հայտարարությամբ եւ Հակոբ Ասլյանը միանգամից ոնց որ գաղտնազերծեցին էլի իրենց մտադրությունները։ Իրանք ասում են, եթե երկու պատգամավոր իրանք նախաձեռնել են 6-ը միանա պատիվ ունեմից կլինի 8, Հայաստանն էլ ասել է, եթե 8-ը լինի մենք մեր 28-ով կմիանանք, կլինի 36-ը նվազագույն թիվն է, որ կարաս դնես, բայց դրի քվեարկումը չի անցնելու, չէ՞, որոշման ընդունման համար 54 է պետք։ Այսինքն եթե քո նպատակը վարչապետին անվստահություն հայտնելն է 36-ով, չես տալի թղթեր այդ ազգային ժողովի, եւ որ դու կարաս նաեւ պահես այնքան, մինչեւ ունենաս ընդհանրենք 60։ Եթե քո թղթի տակ դեռ 60 չի ստորագրությունը, չես հանձնում, առավել եւս որ քվեարկությունը վարչապետ անվստահության այդ անվանական է, գաղտնի չի։ Այսինքն ասես տենես քվեարկության պահին պարզալելու, թե որ պատգամավորն է կողմ քվեարկում, որը դեմ։ Դե այնա եթե ինքը կողմ է անվստահությանը, կարա միանա նախապես։ Քանի չի միացել, իմաստը որն է տանել հանձնել։ Այսինքն եթե հիմա հաջողություն լինի եւ պարոն Համբարձումյանի տեխնացությանը Հայաստան խմբակցությունից այս этаպում պատգամավորները միանան, հուսով եմ բոլորը, այդ դեպքում արդեն տեղափոխվում է այլ նոր փուլ ենք մտնում, որ պետք է աշխատանք տարվի, որ նախաձեռնությանը միանան նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից պատգամավորներ։ Շատ լավ։ Հայաստան դաշ ավելի կոնկրետ Ռոբերտ Քոչարյան այդ նախաձեռն իմպիչմենտի գործընթացը ոչ լուրջ է որակել եւ ոչ լուրջ որակման պատճառներից մեկը եղել է այն, որ տեսեք այս process-ը հաջողության հասնելու հնարավորություն չունի, դրա համար մենք ոչ լուրջ ենք որակում։ Լավ, պատկերացնենք, որ Հայաստան դաշինքը իր բոլոր ձայները տվել է եւ մենք անցել ենք քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամներին։ Արդյոք փողոցային պայքարը այս դեպքում չի դառնում անհրաժեշտություն, որտեղ այդ մարդիկ փաստացի ամենայն դեպս այն արձագանքների մասով ինչ որ եղել է ձեր հետ շատ դեպքերում հրաժարվում են ընդհանրապես հանդիպել կամ դուրս են գալիս լայվ են անում եւ իրենց արձագանքն են ներկայացնում, որ մենք մեր համար Նիկոլ Փաշինյանը Տեր Աստված է եւ մենք երբեք այդ շրջանակներից դուրս չենք գալու։ Արդյոք նախատեսվում է ինչ որ մի պահ, որից հետո արդեն փողոցային process-ներ պետքա տեղի ունենա։ Նայեք, այդ գործընթացի իրագործումը չի նախատեսում, որ դա պետքա լինի։ Սահմանադրության մեջ գրած չի, որ նախաձեռնության համար անհրաժեշտ է այսքան պատգամավորի աջակցություն եւ 20000 մարդու արկայություն փողոցում, այսինչ հասցեում, այսինչ օր, այսինչ ժամ, դες բանը գրած չի, այսինքն ստեյության դա process է, որը պետք է սկսվի եւ ավարտվի խորհրդարանում։ Բայց քանի որ մենք օբյեկտիվորեն ենք իրավիճակը գնահատում, այսինքն հասկանում ենք ինչ է կատարվում,
խորհրդանի այն падգամավորները, որոնք որ հատկապես ընդգրկված են քաղաքացիական պայմանագիր խմբակցությունում, իրենք հեշտությամբ այդ որոշումը չեն կայացնի։ Եվ չեն կայացնի ոչ թե այն պատճառով, որ իրանք ունեն գաղափարներ, գաղափարական համոզմունքներ եւ այլն, այլ հակառակը, իրանք գտնվում են հիմա ճնշումների ազդեցության տակ, որ, ասենք, կոմպրոմատներ կան իրանց վրա, նյութական մոտիվացիոն գործոններ, ասենք, ֆիզիկական վախեր, չէ, իրանց նկատմամբ հետապնդումներ եւ այլն, ինչ իրանք տեսել են իրանց գործընկերների պարագայում, ասենք, օրինակ, նույն օրը պատգամավորական մանդատից հրաժարվելու հաղորդագրություն ստացած Նարեկ Զեյնալյանը եւ Հովիկ Աղազարյանը ունեցել են տարբեր ճակատագրեր։ Նարեկ Զեյնալյանը աշխատանքի անցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ամիս 5 միլիոն դրամ աշխատավարձով, Հովիկ Աղազարյանը ենթարկվել է քերական հետապնդումների մի քանի գլուխ ոչխարի համար։ Դա կոչվում է ոչխարների գործ։ Հիմա մյուս քպեական պատգամավորները իրանք տեսնում են, չէ, ինչ ճակատագրի են արժանում պատգամավորները, ովքեր սեփական կարծիք են փորձում արտահայտել, որը կարա տարբերվի Նիկոլ Փաշինյանի կարծիքից։ Ինքը այդ ձևով է նրանց նկատմամբ ուժ գործադրում, ինչը ապօրինի է, որովհետեւ մեր սահմանադրությամբ պիտի լինի հակառակը։ Կառավարությունը պիտի գտնվի ազգային ժողովի վերահսկողության տակ, ոչ թե ազգային ժողովի պատգամավորները կառավարության վերահսկել, սահմանադրական կարգ է խախտված, եւ այդ մասին Հովիկ Աղազարյանը իր հարցազրույցներում նաեւ պատմել է, թե ինչ ներքին փոխհարաբերություններ գոյություն ունեն այդ խմբակցության ներսում, ինչը վկայում է այդ խմբակցության պատգամավորները ճնշումների ազդեցության փաստի մասին։ Հիմա որպեսի ոչ թե մենք ճնշում գործադրենք պատգամավորները, արգելված է, ոչ մի դեպքում չի կարելի պատգամավորներին բռնություն գործադրել, ճնշել, ստիպել, չէ՞, նրանք պիտի բոլոր իրենց սեփական խղճով համոզմունքներով։ Մեր խնդիրն է, որ հասարակական մեծ աջակցությունը կօգնի իրենց, որպեսի իրենք դուրս գան այն ճնշումների տակից, որում հիմա իրենք գտնվում են։ Դա մեր նպատակը, որպեսզի իրենք ոնց որ սահմանադրությամբ այդպես որոշումներ կա, այսինքն իրենց ազատագրենք այդ բռնաճնշումներից, որպեսզի իրենք վկայակոչեն ժողովրդին, ասեն մենք ժողովրդին ենք ներկայացնում, այս մարդիկ են մեզ ընտրել, չէ՞, այս մարդիկ մեզից պահանջներ ունեն։ Հիմա տեսեք, այն ինչ որ իրանք խուսափում են իմ հետ անելուց, իրանք չեն հասկանում, թե դրանով ինչ հասարակական շարժում են գեներացնում ակամայից, որովհետև մարդիկ տեսնում են, չէ՞, որ ես իրանց նեղություն չեմ տալի, չեմ ասում ինձ հետ եկեք ազգային ժողով, չեմ ասում Բաղրամյան փողոց փակեք, թող ձեզ բռնեն տանեն ոստիկանություն, մի քանի իրավապաշտպաններ գնան դրանց հետևից, հետո ոստիկանությունից դուրս գան, մենք գնանք իրանց պաչենք։ Այդպես բաներ չենք առաջարկում։ Ասում եմ, ես մենակով իմ բոլորից փոխված անձնական հարցերով ես չեմ գնում։ Հիմա երկուշաբթի օրը պիտի հանդիպենք պարոն Ռուբինյանի հետ, ես Ռուբինյանի հետ անձնական հարցեր չունեմ։ Ես նրան ունեմ հարցեր, օրինակ եթե ինքը մեզ լսի, կարա նախապատրաստվի վաղվա հանդիպման, որ ինքը ընդգրկված է եղել 2016 թվականի մայիսին քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամավորական ջոկատի կազմում եւ Արցախի պաշտպանության բանակում Մարտակերտի շրջանում այն զորամասում իրականացրել է մարտական առաջադրանք։ Ինժեներական կառույցներ ստեղծել, մարտական խնդիր լուծել իրենց ջոկատի մյուս անդամների հետ միասին։ Հիմա ես իրան հարց եմ ուզում տամ. ինքը ռազմական հանցագործ է թե պետական դավաճան։ Այսինքն ինքը գտնվել է Ադրբեջանի տարածքում, որը 91 թվականի Ալմատայի հռչակագրով Ադրբեջանի տարածք էր, թե իր հայրենիքի։ Այդ հարցի պատասխանից հետո, եթե ինքը գտնվել է Ադրբեջանի տարածքում, բայց եթե Լևոն Մնացականյան այդ պաշտպանության բանակի հրամանատարն է, հիմա դատվում է, Ռուբինյանը չի դատվում։ Նույն հոդվածն է, նույն ՊԲ-ն է, որպես ապօրինի ռազմական կազմավորում, որի մասը կազմում են նաև Ռուբինյանը, Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ մյուսները, չէ՞։ Եթե դու դիրքորոշումդ փոխել ես, տեսակետդ փոխել ես, այսինքն 2016-ի մտածում ես, որ դա քո հայրենիքն է, գնացել ես դրա պաշտպանությանը մասնակցես, ինչ իմ կարծիքով տենց է։ Հիմա չես ասում, որ դա Ադրբեջանն է։ Եթե դիրքորոշումդ փոխել ես, ես նայում եմ, այդ ընթացքում ոչ մեր երկրի սահմանադրությունն է փոխվել, ոչ անվտանգության ռազմավարությունն է փոխվել, ոչ Արցախի սահմանադրությունն է փոխվել, ոչ մեր երկրի օրենքներն են փոխվել, ոչ Արցախի։ Եթե մեր երկրի օրենսդրությունը նույնն է, ինքն էլ երթվել է, որ պիտի ծառայի մեր երկրին ըստ մեր երկրի սահմանադրության օրենքների, չէ՞։ Օրենքները նույնն են, իր տեսակետն չի փոխվել ու համապատասխանում է Սերդար Քլեչի եւ Իլհամ Ալիևի տեսակետներին, բայց պետական դավաճանությունը է դա։ Հիմա ես այդ հարցի պատասխանը իրանից ուզում եմ ստանամ։ Հիմա հազարավոր, տասնյակ, 100,000-ավոր հայեր, որոնք ուզում են այդ հարցի պատասխանը ստանամ, դի գան լսեն, չէ՞, այդ հարցի պատասխանը։ Ես իրանց այդ հնարավորությունը ստեղծում եմ իմ միայնակ գործունեությամբ։ Բայց եթե Ռուբինյանը խուսափում է այդ հարցերին պատասխանելուց, այդ նշանակում է մենք պիտի խմբով գնանք այդ հարցի պատասխանը։ Իսկ Հրանտ Մաթևոսյանը դասականները գրում են, չէ՞, մենք ենք մեր սայրում, ասում են 20 հոգի
Առողջ տղամարդ ենք, ուզենք շալվար կանենք, ուզենք նոր շալվար գանք։ Հիմա որպեսի Ռուբինյանի հանդերձանքով մենք չզբաղվենք, մանավանդ որ իրանց խմբակցությունում մարդիկ կան, որ հանդերձանք հետ կապված լուրջ խնդիրներ են ունեցել ու կարող է մինչև հիմա էլ ունեն, ուրեմն պետք է սուսուփուս գան այստեղ հարցերին պատասխանի։ Ես մյուս մասով, ասենք օրինակ Ռուբինյանը ընդգրկված է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի 2021 թվականի օգոստոսի կարգադրությամբ ստեղծված ուշադրություն վերնագիրն եմ ասում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում հանձնաժողովի նախագահ գիտեք ով է Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանն էլ ընդգրկված է այդ հանձնաժողովը հիմա գոյություն ունեցող հանձնաժողովը, որի մասին տեղեկություն կա ազգային ժողովի պաշտոնական կայքում։ Ես հիմա Ռուբինյանին չեմ ասում, այ լավ կլինի հիմա մի հատ sense հանձնաժողով ստեղծեք Արցախի պարլամենտի հետ, համատեղ նիստեր անեք, հրավիրեք Արցախի ազգային ժողովին, որպեսզի շարունակեն իրանք իրենց նիստերը Հայաստանի ազգային ժողովի նիստերի դալու դից առաջարկներ չունեմ, ասում եմ, դա արդեն դուք որոշել եք։ Ես ուզում եմ հարցնեմ, այդ հանձնաժողովի վերջին նիստը երբ է եղել։ Չի գիտեք, չէ՞։ Իսկ ինչ օրակարգային հարցեր է քննարկվում։ Հաջորդ նիստը հանձնաժողովի անդամ ես, չէ՞, դու ամեն օր որ փող ես տանում, նաև փող ես տանում Արցախի Հանրապետության ազգային ժողովի հետ համագործակցության հանձնաժողովի կազմում ընդգրկված լինելու համար։ Հաջորդ նիստը ձեր երբ է։ Օրակարգը կարեք ինձ ասեք։ Բայց եթե իրանք են չէ որոշը, ხო ես զորով չեմ գնացել Ռուբինյանի շալվարը հանեմ մցրել այդ հանձնաժողովի կազմում, որ հիմա էլ դա շալվարը ակցնեմ, ասեմ նստին։ Ինքն է չէ որոշե, որ պիտի գնա դառնա այդ հանձնաժողովի անդամ։ Բայց ինքը կարա ինքը մեզ բոլորից խափի։ Մեր հասարակությանը խափի, այսինքն եթե 21 թիվն է, հələ Արցախ գոյություն ունի, Արցախի նկատմամբ հասարակական ընկալումներ գոյություն ունի, ինքը դա շահարկում է, մնում է իշխանության, հետո Արցախը հանձնում են Ադրբեջանին ու շատ հանգիստ նստում են Արցախը մենք հանձնել ենք, դες բանա լինում։ Բայց հանրային ծառայողի պատասխանատվությունը ո՞րն է։ Ես այդ հարցերի պատասխանն եմ ուզում ստանամ իրանցից։ Նույնը վերաբերում է կառավարության գործունեության ծրագրին։ Հիմա Ռուբինյանը այսինքն հետաքրքիր է։ Ինքը ո՞նց է դառել հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի ներկայացուցիչ, տենց է չէ ներկայանում։ Հենց մեր սահմանադրությամբ արտաքին քաղաքականության իրագործման պատասխանատուն կառավարությունն է։ Ինքը ազգային ժողովի падգամավոր, ազգային ժողովի փոխնախագահ ո՞նց է կատարում կառավարության ֆունկցիա, դա մեր սահմանադրությամբ օրենսդիր գործադի դատական իշխանությունները տարանջատված են իրարից։ Կառավարությունը պիտի եթե հայ-թուրքական գործընթաց անի, գա ազգային ժողովին զեկուցի։ Ազգային ժողովը ո՞նց է կառավարության ֆունկցիա անում։ Ընդ որում առանց որոշման նման իրավական ակտ գոյություն չունի, որ ինքը պաշտոնական ներկայացուցիչ բանակցող է։ Պարոն Ղազարյան, այդ մարդկանց այդ հանդիպումներից, անձնական հանդիպումներից հետո եք այդ 20 հոգով process-ը, այսինքն նախատեսում եք, որ անհատական հանդիպումների փուլը պետք է անցնի, ժողովուրդը տեսնի, որ այդ անհատական հանդիպումները էֆեկտ չեն ստանում, եւ հետո նոր, ինչպես դուք եք ասում, խմբակային հանդիպումներ։ Չէ, դրա հետ կապ չունի, դա ոնց որ լրացուցիչ բոնուս է իրաց նախաձեռնում։ Այդ հանդիպումների հեղինակ ես չեմ։ Ազգային ժողովում իրանք են գրել։ Հունիս ամսվա ընդունելության ժամանակացույց։ Ես ինչ որ Ռուբինյանի մոտ, ես ինչ որ Արշակյանի մոտ մնացած օրերը մշտական հանձնաժողովն։ Ես դա մենը զանգի գրանցվել եմ։ Այսինքն իմ պատվին չի կազմակերպված այդ ընդունել։ Հակառակը, ես որ գնում եմ, իրանք փախնում են ընդեղից։ Այլ ոչ։ Դա լրացուցիչ բան է։ Հիմա մենք միջև հիմա հանրային մեծ գործողությունների չենք գնացել, որովհետև վարչապետի տեխնացու չենք ունի, այսինքն գործընթաց չի եղել, եթե գործընթաց չկա, լես փողոց ինչ ասես, ասես ինչ ենք ուզում։ Հիմա նոր մենք շաբաթ օրվա դրությամբ կա վարչապետի արդեն այն տեխնացուն, որ ունի հաջողության հասնելու հնարավորություն։ Հիմա եթե падգամավորների մեկ այլ խումբ նույնպես միանա, այսինքն գործընթացը գնալով իր տրամաբանությամբ զարգանա եւ հասնենք արդեն ԿՊ-ական պատնեշին, այն ժամանակ, որպեսզի չվնասենք մեր ճակատները, ինչպես ասում է Պաուլ Սևակը, կվերցնենք ավելի մեծ ուժ հանրային այդ պատը ջարդելու համար, ոչ թե ինչ-որ մեկին այդ պատի հետևում վնասելու, այլ ընդեղից մարդկանց ազատագրելու ազնիվ մղումով։ Եվ ես կարծում եմ, որ մեզ ընդից պետք է ընդամենը 20 падգամավորի ազատագրում, որը կարծում եմ նորմատիվային ցուցանիշ է նաև անասնապահության ոլորտում։ Ղազարյան vs Ղազարյան, այս ծրագրի երբ որտեղ որ գնում ես, չգիտեմ, մարդիկ նստած են առնվազն կտորներ հատվածով բոլորը նայում են։ Ինքը ինչ որ միտեղ նախադեպ որպես այդպեսին եղել է, տեսել եք, տեղայնացրել եք, թե
այս նոր ծնված ինչպես է ընդհանրապես այս գաղափարը ծագել եւ ոնց է ծագել այդ Ղազարյան vs Ղազարյան հաղորդումը, որը այսօր եթե այդպես մի քիչ սուտ չասեմ, Հայաստանում ամենապոպուլյար հաղորդումներից մեկն է։ Այդ հաղորդման գաղափարի հեղինակը Պետրոս Ղազարյանն է։ Ու ոնց է դա հեղինակ է, որ հրաժարվել է ինձ հրավիրել հանրային հեռուստաընկերություն հարցազրույցներ։ Այսինքն բազմաթիվ դեպքեր ա եղել, որ ինքը իշխանական ներկայացուցիչների հրավիրել է, ասել այս հարցի կապակցությամբ մենք պատրաստ ենք լսել նաև ընդդիմադիր գործիչների։ Ես զանգել եմ, ունեմ կոնտակտներ, իրանք մի քանի անգամ ինձ հրավիրել են մինչև այդ հանրային հեռուստաընկերություն եւ Պետրոս Ղազարյանի որպես հյուր առանձին հարցազրույցի ձևաչափով եւ հանրային քննարկումների եւ երկու հոգով դեբատներ, այսինքն տարբեր ձևաչափերում եղել է, այնպես չի ասենք, ես այնպես գործիչ չեմ էլի, որ իրանք հարկ չհամարեն, ասենք, չէ, ասենք, նա ով է, որ տես չի, իրանք ամենամեծ կանչել են, նշանակում է, այնպես նա, որ կարելի է նաեւ կանչել հանրային, բայց ինչ որ մի պահից տաբու է դրված, որ Ղազարյանը այդ կան, դա ցուցակ կա էլի, SSS մարդիկ պիտի հանրայինի եթերում ընդհանրապես չլնեն։ Ու ինձ արգելել են մուտք հանրային հեռուստաընկերություն այնտեղ եթեր։ Դրանով դառել են Ղազարյան versus Ղազարյան նախագծի հեղինակ, որովհետև եթե կանչեին մի անգամ, երկու անգամ այդ հաղորդումը կարող։ Հիմա ասում եմ, եթե դու վախենում եք ինձ ամիսը մի անգամ, 6 ամիսը մի անգամ հրավիրել հանրային հեռուստաընկերություն, դուք շաբաթը 2 անգամ կուտեք դրանից։ Հիմա որ սկսեն կանչել կդադարեցնեք հաղորդումը։ Չէ, ոնց է։ Հիմա կարող ես քիչ թողնել, դրա կարիքը չունեմ։ Ես դրա կարիքը չունեմ, որովհետև իսկ գաղափարը որտեղից է, լրի սպոնտան է եղել, ոչ մի ասենք copyright չկա, ասենք ոչ մեկի հեղինակային իրավունքներ դրա հետ կապ, նույն շատ օրիգինալ է ու սպոնտան է ձևավորվել։ Մեր հարգարժան գործընկերներից Արտուր Խաչիկյան, Յուր Պետրոս Ղազարյանի հյուրն է եղել Սրբազան պայքարի ժամանակ։ Արտուրը, որը փայլուն զրուցակից է ցանկացած թեմայով, շատ զարգացած, շատ խոսքը հիմնավոր, փաստարկված։ Պետրոսի մոտ չգիտեմ, ինչ որ չստացվեց, ինքն էլ է ընդունում, որ իր հարցազրույցը այդ օրը չստացվեց, նաև Պետրոսի մանիպուլյատիվ զրույց վարելու, ասենք տարբեր մշակույթների մարդիկ են, էլի, ոչ թե Արտուրը պատրաստ չէր Պետրոսի ունակություններին բավարար զրույց վարելու, այլ իրանք ոնց երկու տարբեր մշակույթի կրողներ են։ Ու այդ տապալված իմ կարծիքով հարցազրույցը մենք որոշեցինք մոնտաժով մի հատ հաղորդում սարքել, այսինքն Արտուրի մասը հանել, թողնել Պետրոսի հարցերին, որին ես կպատասխանեմ։ Ու դες մի հատ փորձնական հաղորդում պատրաստեցինք Ղազարյան versus Ղազարյան, այդ անունով, ու ունեցավ շատ մեծ դիտարժանություն, հենց առաջի թողարկումը 106,000 YouTube-ում դիտում ունեց, ինչը շատ հարցազրույցների համար շատ բարձր, բավականին բարձր ցուցանիշ։ Հասկացանք, որ դա ոնց որ սիրեցին աշխատը, որոշեցինք շարունակել։ Վերցեցինք եւս 3 ընդդիմադիր գործիչների տարբեր ժամանակներում Պետրոսի հետ հարցազրույցներ, նույն ձևաչափով էլի ստացվեց։ Ու քանի որ ընդդիմադիրներ Պետրոսի մոտ գրեթե չեն եթում կամ ինքը չի հրավիրում, ռեսուրսը ավարտվեց, որպեսզի այդ հաղորդումը չընդհատվի, ձևաչափը փոխեցինք Ղազարյան versus plus, Ղազարյան versus Ղազարյան plus, որ ես արդեն վիրտուալ մասնակիցն եմ դառնում իր եւ իշխանական որևէ գործի զրույցի։ Ու սենց այդ ձևով իրականացվում է մշակում։ Ու ասենք ցուցանիշ ասեմ ձեզ, օրինակ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին հանրային հեռուստաընկերության YouTube-յան ալիքում ունի 108,000 դիտում, Antifake-ում ունի 163,000 դիտում։ Այսինքն մեր Դուք երեքով ավելի հետաքրքիր եք։ Մեր իմ մշակմամբ հիմա շատ մարդիկ ասենք Պետրոսի հետ Ղազարյան versus Ղազարյան նայում են, ընդհանրենք ասենք թե Արման Բաբաջյանը հյուր է։ Ասում են լավ, թող մնա Ղազարյանը։ Այդ մյուս տարբերակով կնայենք, էլ իզուր ժամանակ չկորցնենք։ Բավական վերջին հարցը, որը հանրային ընկալումներում ամենայն դեպս ես այդպես եմ տեսնում, որ ձեզ ավելի շատ ընկալում են որպես ռուսամետ քաղաքական գործիչ։ Հիմա այսպեսի ուղիղ հարց ձեզ, արդյոք Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ռուսաստանը սխալներ իրեն թույլ չի տվել։ Թեկուզ 18 թվականից հետո, ինչպես դուք որակում եք, որ չգիտեմ, ըստ ձեզ դա ադրբեջանա-թուրքական հեղափոխություն է եղել։ Արդյոք 18 թվականից այս կողմ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ միշտ իրեն ճիշտ է պահել եւ Հայաստանն է ամեն ինչի մեջ մեղավոր, որ հարաբերությունների նման խզում եւ նման բացական երանգներ են ստացել։ Ես ճիշտ ասած չգիտեմ թե ով է ինձ համարում ռուսամետ քաղաքական գործիչ, բայց ով որ համարում է, հատուկ իրան ուզում եմ տեղեկացնեմ,
որ ես իմ կյանքում ունեցել եմ մեկ դիվանագիտական առաքելություն եւ դա եղել է Եվրոպական միության առանցքային երկրներից մեկում Լեհաստանում եւ 4 տարի ծառայության բերումով ես ուղղակի ամենօրյա ջանքեր եմ գործադրել Հայաստանի եւ Եվրոպական միության առանցքային երկրներից մեկի հետ երկկողմ հարաբերություններ զարգացնելու համար եւ դա եղել է նաեւ այն շրջանում, որ Հայաստանը եղել է արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկիր, որի նախաձեռնողներից մեկը թիվը Շվեդիա եղել է նաեւ Լեհաստանը, այսինքն մենք նաեւ զուգահեռ հարաբերություններ ենք ունեցել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ զարգացնելու գործում եւ ես եղել եմ այդ գործում ուղակի ներգրավված արտակարգ եւ լիազոր դեսպան։ Այդ սրանց համար ովքեր որ ինձ կորակեն կողմնորոշումների իմաստով։ Բայց անկախ դրանից թե Հայաստանի դեսպանը որ երկրում առաքելություն իրականում հանդիսանում է Հայաստանի դեսպան եւ չի պայմանավորում իր երկրի հարաբերությունները ոչ միայն դեսպանանկալ երկրի, այլ նաեւ փորձում է ներկայացնել իր երկրի շահերը ընդհանուր համատեքստում։ Իսկ մեր ընդհանուր երկրի շահերի իմաստով Ռուսաստանը առանցքային պետություն ա եղել բոլոր ժամանակներում ու դա ոչ միայն մեր ընկալումներում, այլ նաեւ պայմանագրաիրավական առումով, այլ նաեւ կոնկրետ գետնի վրա ցուցանիշներով։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, ԱՊԱ անդամ երկիր է, ՀԱՊԿ-ի անդամ երկիր է, դրանք ասենք խո սուտ չի, դրանք խո վերացական բաներ չեն, չէ՞, ռեալ բաներ են։ Մեր երկրի ավելի քան 2 միլիոն քաղաքացիներ ապրում են Ռուսաստանում, ընդ որում բավականին հաջող գործունեություն են ծավալում եւ նրանց մասնավոր տրանսֆերները մեր երկրի տնտեսության համար ունի չափազանց կարևոր նշանակություն։ Ռուսաստանը Հայաստանում հանդիսանում է հիմնական էներգակիրների մատակարարը, Հայաստանում արտադրվող ապրանքների հիմնական իրացման շուկան, հատկապես պարենային գյուղատնտեսական վերամշակող արդյունաբերության ապրանքների մասով։ Դրանք ցուցանիշներ են, որոնք չես կարող հաշվի չառնես այդ պետությունների հետ անվտանգային առումով, ասի Հայաստանը հարավային Կովկասում միակ երկիրն է, որտեղ Ռուսաստանը ունի 2, շատերը միայն 102 ռազմաբազան են նշում, բայց ոչ պակաս կարևոր նշանակություն ունի նաև սահմանապահ զորքերը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության, որը նույնպես ստացիոնար ռազմական ներկայություն է մեր երկրի տարածքում, ասենք այդ գործոնները ունենալ ու հաշվի չառնել այդ պետության հետ դա ուղղակի անլուրջ մարդկանց զբաղմունքն է, որը կարա վտանգի մեր պետության անվտանգային համակարգ։ Ցավոք սրտի 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո Հայաստանում հենց տենց էլ եղել է։ Իրանք սկսել են անլուրջ այդ իշխանության եկած մարդիկ ինքնահավանության, այդ ժամանակվա ժողովրդական այդ ոգևորության, էմոցիաների տակ ոչ միայն Ռուսաստանի, այլ բոլորի հանդեպ ցուցաբերում են այսպես չարթարացված մեծամտություն։ Հիշում եք Նիկոլ Փաշինյանի առաջին այցելությունը Բրյուսել վարչապետի պաշտոնում, որոնտեղ 30 միլիոն դոլարի աջակցության ծրագիր էին առաջարկել Հայաստանում բարեփոխումների, հրաժարվել էր, ասել էր ես մեր օլիգարխներից մեկին, որ թափ տամ գրպանից 30 միլիոնը կթափի։ Դե պարզա չէ, ասենք այդ մարդիկ խո միայն ֆինանսական բաղադրիչը չի, ֆիսկալ խնդիրը չի, չէ, այսինքն առաջարկում են բարեփոխումներ ոլորտային, որը ենթադրում է նաև ֆինանսավորում, ինչ իրենք պատրաստ են իրագործել, այսինքն նորմալ կառուցողական մտածող մարդը պիտի որ adekvat արձագանքի, չէ, այտենց առաջարկն է։ Ու այդ մեծամտությունը վերաբերում էր եւ այս մյուս կողմի հարաբերություններին, եւ այն մյուս կողմի հարաբերություններին, որը հետո ժամանակի ընթացքում բերեց առաջացրեց որոշակի հետևանքներ, այսինքն դուք պատկերացնում եք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ձերբակալվի ՆԱՏՕ-ի անդամ ինչ-որ մի երկրում, որ ինքը ներկայացնում է, այդ երկրի իշխանության քաղաքական գործերից մեկի շրջանակներում, որտեղ իրավական բաղադրիչ չկա, մինչև դրա համար ոչ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել, ու առանց տեղյակ պահելու ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների ղեկավարներ, ասենք գոնե Միացյալ Նահանգների նախագահին։ Պատկերացնում եք, դες բանը լինի։ Ես անկախ չեմ պատկերացնում, որ դες բան կարա լինի։ Բայց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում ձերբակալվել է։ Պաշտոնում գտնվելու ընթացքում, երբ որ ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանում ուներ անձեռնող։ Սա արկածախնդրություն չի հարաբերություններում։ Ռուսաստանը պատժիժ գործողություններ է արել դրա։ Չէ, ոչ թե պատժիժ գործողություններ է արել, այլ հարաբերությունները պատահական չէ, չէ, դիվանագիտություն ինչի համար, հարաբերությունները ամրապնդելու, զարգացնելու, շահերը տարաժ մղելու համար։ Երբ որ դու դա չես անում, ոչ թե քեզ պատժում են, այլ դա օբյեկտիվորեն առաջաբերում որոշակի հետևանքների։ Ուրիշներն են օգտվում դրանից։ Չասենք պատկերացրեք Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ
երբ որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Արցախում մարտական գործողությունների մասնակցած մարտական գեներալ գնդապետ է, մարտական խաչ երկրորդ աստիճան իշխանանշանի ասպետ, ԵԱՏՄ խորհրդի նախագահն էլ Հայաստանի նախկին վարչապետն է։ Հիմա Ադրբեջանի համար Հայաստանի վերաբերյալ որոշումները երբ է հեշտ կայացնել, երբ որ դիրքավորումը այդպեսին է, թե երբ որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում ձերբակալվել է։ Լավ, կոնկրետ։ Այսինքն դա առաջ է բերում որոշակի ոչ թե Ռուսաստանը մեզ պատժում է, այլ օբյեկտիվորեն առաջանում են հետևանքներ։ Հիմա ասենք թե Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերություններում ես հենց այս պահին տեսնում եմ շատ մեծ ձախողում, շատ մեծ, հասկանում եք հունվարի 14-ին հենց դեսեք ինչ էին խոսում, չէ՞, ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրվեց, բան ասեք դուք դրանից 6 ամիս անցել է, մեկը Հայաստանում զգում է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի ռազմը սուտ, չէ՞։ Բայց սուտը հետևանքներ ունի, չէ՞։ Հետևանքներ ունի, որը Միացյալ Նահանգների նոր ադմինիստրացիան իր քաղաքականության ոչ թե հիմա մեզ պատժում են կամ ինչ-որ բան են անում, այլ օբյեկտիվորեն դաշտ առաջանում, որից օգտվում է, ասենք, Թուրքիան, որից օգտվում է Ադրբեջանը։ Ու դա մեզ համար բերում է հետևանքների, այսինքն մեր հարաբերությունների փչացնելը, դա փչացրածը ոչ միայն Ռուսաստանի հետ։ Դու ոչ մեկ չմտածի, որ Հայաստանի իշխանությունները պրոարևմտյան իշխանություններ են։ Արևմուտք, ես ասում եմ, Եվրամիության որպես նախկին դեսպան Եվրամիության երկրում ցավ եմ ապրում այն վատ հարաբերությունների համար, որ հիմա գոյություն ունի Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ։ Ցավ եմ ապրում։ Որովհետև դրանք մինչև 18 թիվը շատ ավելի բարձր մակարդակի վրա են գտնվում։ Հայաստանը Եվրամիության լավագույն գործընկերներից է եղել անկախությունից ի վեր։ Միշտ բոլոր ժամանակ ոչ մի եվրոպական ծրագրից Հայաստանը չի հրաժարվել։ ԵԱՏՄ անդամ լինելով Եվրամիության հետ ՍԵՊԱ-ի համաձայնագիր է կնքել։ Միակ անդամ երկիրն է եղել ԵԱՏՄ-ի, որ ՍԵՊԱ-ի հետ համաձայնագիր ունի։ Ձեռբերումներ են, չէ՞, հարաբերություններ, որ ժամանակի ընթացքում հիմա կան այդ հարաբերությունները։ Խոսալուց բացի, անկապ խոսալուց բացի, ռեալ ոչ մի բան է, այսինքն սրանք ոչ պրոեվրոպական, ոչ հակառուսական, ոչ պրոռուսական, սրանք մաքուր ադրբեջանա-թուրքական իշխանություն, այսինքն այս մարդիկ Թուրքիայի եւ Ադրբեջանից բացի ուրիշ ոչ մեկի շահերը չեն, ոչ Հայաստան տանապես իրանց հետաքրություններից դուրս է։ Այս այն իշխանությունն է, որը սպասարկում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը։ Հիմա Ադրբեջանը եւ Թուրքիան, ասեմ քեզ, Ռուսաստանի ճշնամիներ չեն։ Կարող է նաեւ դաշնակիցներ։ Չէ, դաշնակիցները դաշնակցային չի նրանց հարաբերությունները, բայց ֆիքսված առնվազն Ադրբեջանը միութենական համագործակցություն ստորագրեց 22 թվականին։ Թուրքիան դե դաշնակցային չի կարելի, որովհետեւ Թուրքիայի հետ ժամանակ առ ժամանակ նույնիսկ սրացումներ են լինում հարաբերություններ, ծանր դարձեք սառեցում ա եղել ոչ վաղ անցյալում հարաբերություններ, բայց նրանք կարողանում են օգտվել այն բացից, որը առաջանում է այն վակուումից հայ-ռուսական հարաբերություններում, Հայաստան-Եվրամիության հարաբերություններում։ Իրանք լավագույն ձևով կարողանում են դրանցից օգտվել։ Ես կոնկրետ մեկ դրվագի վրա եմ ուզում ձեր մեկնաբանությունը լսել։ Խովայևյան պլան, ես հիշում եմ, երբ որ ռուսական կողմը առաջարկեց Արցախի կարգավորման վերաբերյալ, որ հիմնախնդրի վերջնական լուծումը տալիս ենք ապագային կողմը կայացերուններին, այն ժամանակ Հայաստանի իշխանությունները հանդես եկան, որ մենք համաձայն ենք այս process-ին, բայց ադրբեջանական կողմը չգնաց դրան։ Եվ իրենք իրենց հիմնավորումներից ասում են, որ մենք ռուսական կողմին ասել ենք, որ մենք ձեր սցենարով պատրաստ ենք գնալ, բայց դուք չեք այդ հետագա այդ պատրաստակամությունը հայտնել եւ ուղղակի Ադրբեջանի ձեռքով process-ը վիճեցրել եք։ Այսինքն մենք այդ ռուսական ճանապարհով պատրաստակամություն ունեցել ենք գնալ եւ դա է Պրահայի հետևանքը։ Այսինքն դրա համար ենք մենք ստիպված եղել գնալ Պրահայում այդ process-ներին մասնակցել։ Ձեր մեկնաբանությունները սուտ են ասում։ Փաստեր գոյություն ունի։ Ուրեմն 20 թվականի պատերազմը ռազմական գործողությունները դադարեցնելուց բացի Ադրբեջանի եւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներից դա մի երկրի ստորագրությունն է դրած, դա Ռուսաստանի նախագահի ստորագրությունն է։ Այդ ստորագրությունը դնելուց հետո նոյեմբերի 20-ին երկու երրակողմ հանդիպում այլ, այսինքն Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, ուրիշ ոչ միտեղ չեն հանդիպել, քան 21 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում, 21 թվականի նոյեմբերի 24-ին Սոչիում։ Էլ եղել է երրակողմ հանդիպումներ հայտարարություններով, այդ 20-ից հետո երկուսի վերջում էլ հայտարարություններ են եղել։ Տրանսպորտային ապաշրջափակում, չէ, մնացած այդ խնդիրներ, գերիների փոխանակում եւ այլն այդ շեշտադրումներով։ Նորից վերահաստատում նոյեմբերի 9-ի հայտարարության եւ Տեղը նոյեմբերի 24 վերջի հանդիպումը Սոչիում։ Դեկտեմբերի 14-ից 21 թվականի
Իսկ նոյեմբերի այդ հանդիպումից 20 օր անցնում է, դեկտեմբերի 14-ին Բրյուսելում լինում է նոր հանդիպում Նիկոլ Փաշինյանի Իլհամ Ալիևի հետ, արդեն Շարլ Միշելի մասնակցությամբ Բրյուսելում 21 թվականի դեկտեմբերի 14։ Իդեպ այդ հանդիպումից Նիկոլ Փաշինյանը, որ վերադառնում է Հայաստան, սկսում է Հայաստանում քաղաքական խորհրդակցություն անել։ Մինչև այդ Մոսկվայի Հովանու ներքո հանդիպումներ երբեք դա չէր։ Իր խմբակցության հետ է հանդիպել, կառավարության հետ, անվտանգության խորհրդի նիստար, ՍԴ-յա գնացել, սահմանադրական դատարան։ Դրանից հետո ստեղծել է Սահմանադրության փոփոխության նոր հանձնաժողով, որը մինչև այդ ստեղծել էր 19 թվականի դեկտեմբերի 30-ին, որովհետև Ալիևը պահանջ էր դրել, որպեսզի Սահմանադրություն փոխվի արդեն։ Խոսքը Բրյուսելյան առաջի հանդիպումից հետո։ Այդ դեկտեմբերի 14-ից հետո մինչև հոկտեմբերի 6 Պրահայի հայտարարություն, որով Արցախը հանձնվեց Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանի Իլհամ Ալիևի բոլոր հանդիպումներն եղել է Բրյուսելում Շարլ Միշելի Հովանու ներքո։ Այսինքն ռուսական մասնակցությամբ հանդիպում այլևս չի եղել։ Այդ ձեր ասած առաջարկը, որ Ռուսաստանը ներկայացրել էր, որ կարգավիճակի հարցը թողնելով սերունդներին, Հայաստանի դիրքորոշումը ինչ է։ Ասում մենք դրան դեմ չենք։ Մենք դրան դեմ չենք, դու գնացեք արեք։ Դու ոչ թե դեմ չես իրանք անեն, այլ դու դեմ չես, դու պետք է դա անես։ Այսինքն իրենք դա թողնում են ռուսները, ձեզ է հետաքրքիր կարգավիճակ։ Գնացեք դուք զբաղվեք կարգավիճակով։ Նրանց համար էլ պարզան չի պետք է հետաքրքիր լինի, այսինքն իրանք քեզ հնարավորություն են տալի, իսկ իրենք այդ հնարավորությունները տալուց իրանք շահր ունեն, չէ՞, զինվոր ունեն, չէ՞, Արցախում։ Այդ Արցախում այդ զինվորը իրանց համար ձեռքբերում էր, չէ՞, Ռուսաստանը ինչքան ժամանակ էր ուզում, որ խաղաղապահ տեղակայվի հայ-ադրբեջանական շփման գծում բանակցային ընթացքում, հայկական կողմը երբեք չի համաձայնվել դրան, չէ՞։ Իսկ իրանք զինվորական ներկայություն միշտ ունեցել են բոլոր գերտերություններն են, չէ՞ ուզում, Ամերիկան որտեղ բազա չունի։ Ինքն այնտեղ ներկայություն ունենալու շահագրգռվածություն ունեցել է եւ արդեն ուներ։ Ու Ռուսաստանը գիտեր, որ իր զինվորը այնտեղ կմնա, ու անկախ դրանից է վրան MS գրածա, թե չէ, լոգոն ցանկացած բայի կարելի է պատրել ուրիշը կապ, չէ, հատուկ նշանակության լոգո կպցնել։ Կարևորը որ այնտեղ զենքով մարդ կա։ Իսկ այնտեղ զենքով մարդը կարա մնար միայն մի դեպքում, եթե այնտեղ հայ կա։ Որտեղ եթե այնտեղ հայ չկա, ռուսական ներկայությունն էլ ո՞նց կարա լինի։ Ու տենց է գնաց Նիկոլ Փաշինյանը, դուք ես օրստեղ եք, նկատի ունեմ բոլոր Արցախահայությանը։ Մենակ մի բանի համար, որ այնտեղ ռուսներ չլինեն։ Մենակ դրա համար են ամբողջ Արցախահայությանը մի շաբաթում հանե, որովհետև եթե Արցախահայությունը դուրս է գալի, Ադրբեջանը, ասինքն Հայաստանը ճանաչում է այդ տարածքը որպես Ադրբեջանի տարածք, Ադրբեջանը միանգամից Ռուսաստանին հարց է բարձրացրել։ Պուտինն ասում է, որ Ալիևի այդ ժամանակ իմ մոտ հարց բարձրացեց։ Ասում է դուք չեք այնտեղ մնացել։ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև պայմանագիր չկա, որ Ադրբեջանի տարածքում կարա ռուսական զինվորական լինի որևէ կարգավիճակում։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կա։ Ու քանի այդ տարածքը հայկական էր, թեկուզ չճշտված, ռուսական ներկայությունը դե կարար լներ։ Իսկ երբ որ դու ասում ես, որ դա Ադրբեջանի տարածք, Ադրբեջանն ասում է, լսի, նրանք ասում են, որ այդ իմ երկրի տարածքն է, Զաքարի կամրջում հսկիչ անցակետ եմ դրել, ուզում եմ անամ, այս անցակետից այս կողմ ռուսը ինչ գործ ունի։ Ու դուրս եկան, ոնց շտապեց Ալիևը դա անել 23 թվականին, որովհետև այս տարի նոյեմբերին ինա չէ լրանում այդ պայմանը, այսինքն իրանք պիտի այս տարվա դրությամբ արդեն այնտեղ ոչ հայ ունենային, ոչ ռուսական զինվոր, որ դրա երկարացման հարց ընդհանրապես չքննարկվի, որովհետև նոյեմբերին ասում է իրանք այնտեղ են 5 տարի ժամկետով, 5 տարի հետո ավտոմատ երկարացում է եւս 5-ական տարիներ, անվերջանալի։ Ինչ պիտի աներ Հայաստանի Հանրապետությունը Խովայևյան պլանին իր համաձայնությունը տալուց բացի, որպեսզի դա կյանքի կոչվի։ Անմիջապես բանակցությունները տանում էր այդ ուղղությամբ, դիմում էր ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, որ այդ իրավիճակով պայմանավորված այդ մոտեցումը դառնար հիմնական բանակցային առարկա, համանախագահողները գնում էին Ադրբեջան, պահանջում են Ադրբեջանից բանակցությունները պահել այդ ուղղությամբ եւ խնդիրը հենց այդ ձևով էլ կարծում եմ կունենար լրիվ այլ լուծում եւ այլ զարգացումներ։ Իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանը այն համոզման էր, որ պետք է Արցախը հանձնի Ադրբեջանին, նա զուգահեռ Ադրբեջանի հետ գնաց բանակցությունների, սեպարատ բանակցությունների առանց Մինսկի խմբի, նկատում ենք դեկտեմբերի 14-ից մինչև հոկտեմբերի 6-ը միայն Եվրամիության հովանու ներքո։ Կարելի ասեք Եվրամիությունը ինչ միջազգային մանդատ ունի հայ-ադրբեջանական կոնֆլիկտ լուծելու, քննարկելու համար։ 0։ Ոչ Հայաստանն է Եվրամիության անդամ, ոչ Ադրբեջանն է Եվրամիության անդամ, որ այդ կազմակերպությունը մեր երկրների հանդեպ պարտավորություններ ունի, ոչ մեր երկրները Եվրամիության արչև պարտավորություններ ունեն, իսկ Հայաստանը եւ Ադրբեջանը հանդիսանում են ԵԱՀԿ անդամ, կազմակերպության անդամ են։
Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ համանախագահությունը ԵԱՀԿ-ն է։ Իսկ ԵԱՀԿ-ի բացվածքը կոչվում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության այսինքն հենց այն կազմակերպությունն է, որի անդամ երկրների մեջ քննարկվում են անվտանգության եւ համագործակցության հարցերը։ Եվ Ալիևի պահանջով Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ԵԱՀԿ ձևաչափից եւ հիմա ասում են մենք պատրաստ ենք սեփական նախաձեռնությամբ լուծարենք այդ խումբը։ Իրա պահանջով դուրս է եկել պաշտոնական միջազգային մանդատ ունեցող ձևաչափից, ընտրել է մի ձևաչափ, որը ոչ ֆորմալ է, հիմա Շարմիշելի մա չկա էլ, թոշակի է, իր զամ շկոշիներ ակե գնաց է, Կարիշնևի իմջերդ։ Չկա, բայց նաև Արցախ չկա, ու ոչ մեկ դրա համար էլ պատասխան չի կրելու։ Եվ այս ամեն ինչը արկածախնդրությունների հետևանք, այսինքն եթե Հայաստանը մնար գոնե հետ պատերազմյան շրջանում, գոնե այն պայմանավորվածությունների թղթերի տակ, որոնք մենք կապիտուլյացիոն էինք համարում, չէ, հիմա ԿՊԱ-ականներն ասում են նոյեմբերինը կապիտուլյացիա են համարում, հիմա ասում են վերադառնանք նոյեմբերինի, որովհետև մենք ինչ իմանանք, որ դուք նոյեմբերինից հետո 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահա եք ստորագրելու, 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադա եք ստորագրելու, որոնք հերթական կապիտուլյացիաներ են, որոնց ֆոնի վրա MUCS-ին ինչ է թվում արդեն, բայց սա շարունակական ձախողումներ է, որ բերել է, եւ սա արկածախնդրության հետևանք է, եւ սա չի արվել Ռուսաստանի դեմ, չէ, ոչ մեկ թող դա չմտածի, որ Հայաստանի իշխանությունը կմտածի կամ կանի որևէ բան Ռուսաստանի դեմ, ինքը անում է Ադրբեջանի եւ Թուրքիայի օգտին, միգուցե նրանք են ինչ-որ մի պահ դեմ, ինչ-որ մի պահ կողմ, չասենք հիմա էլ նրանց հարաբերությունները միշտ խնդիրներ առաջանում է, չէ, ասենք օրինակ քաղաքացիական օդանավի կործանում Ռուսաստանում խփված փաստացի, չէ, որ ընկավ Ղազախստանում։ Խնդիրներ էր, չէ, դա կամ ասենք հիմա ռուսական օդանավակայանների դրոնային հարձակում ուկրաինական զինված ուժերի կողմից, որի ըստ տվյալների այդ մեքենաները դուրս են եկել Ադրբեջանի տարածքից։ Խնդիրներ է, չէ, որ ցանկացած պահի կարա առաջանա այդ պետությունների այդ հարաբերություններում։ Բայց դրանք Հայաստանի հետ բացարձակապես այլևս կապ չունեն։ Հայաստանը արտաքին քաղաքականություն չի վարում, Հայաստանը վարում է արկածախնդրություն ԻՇԱ, Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան։ Ես եմ շնորհակալ։ Հարցականներ եթերում կհանդիպենք հաջորդ թիվ։